կյանքին վտանգ չկա, որովհետև կրկնում եմ թիրախավորված չի, կոնկրետ ինտենսիվ չի, ասենք բացի, եթե չեմ սխալվում, այնտեղ հրաձգից բացի ուրիշ զինատեսակ չի կիրառվում, այդ տեսանկյունից վտանգ չի, բայց ընդհանուր ինքը կայունության, Սյունիքի սահմանամերձ գոտիների համար բնականաբար վտանգ է ներկայացնում։ Ինչու է Ադրբեջանը նստել մասում խաղաղության օրակարգը։ Շատ բարձ պատճառով, չի ուզում կնքի խաղաղության պայմանագիր։ Ո՞նց է կնքելու Ադրբեջանի խաղաղության պայմանագիր, երբ իրենք չեն ուզում։ Երբ որ կուզենան երկուստը կնքեն։ Նաև 3 շրջան առում որ գորիսում են նստել կրակոցներ։ Հայտարարությունները կարող են կանխել օրինակ ապագա վտանգների ռիսկը, հա կամ էսկալացիայի ռիսկը, եթե Հայաստանի այսպես պաշտպանության նախարարությունը Լսեք, բոլոր դեպքերում, երբ կրակոցները լինում են թիրախավորված մեր դիրքերի ուղղությամբ, տների ուղղությամբ, սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, կոնկրետ այդ բոլոր դեպքերում պաշտպանության նախարարությունը անում է հայտարարություն։ Այն բոլոր դեպքերում, որը դա չի կրում ինտենսիվ բնույթ, չի թիրախավորում բնակչությանը, ես կարծում եմ, որ հայտարարելը դրա մասին պաշտպանության նախարարության կողմից կարող է հակառակ էֆեկտ տալ։ Իսկ կարող է կանխարգելիչ քայլ ունենա, դա չեք։ Լսեք, ինչի կանխարգելիչ։ Ես չեմ կարծում։ Ապագա ռիսկերի։ Ոչ, չեմ կարծում։ Շնորհակալություն։